Բարի երեկո իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Աշխատանքից նոր տուն եկա, մի քանի բան եմ գնել, այստեղ պետք է դնեմ մի շատ կարևոր գործ ունեմ անելու։ Այստեղ լավաշն է, կարևոր գործից համար դեղորայքներ, այս կողմ։ Քանի որ գիտեք, որ պետք է կարմիրլովով աղցան պատրաստեմ, սա այդ օրն է, սիրելի հետևորդներ ջան, արդեն սառել է։ Լավ եփել էր, անջատել եմ ու գնացել աշխատանքի։ Գունավոր պղպեղներ եմ բերել 2 հատ, կարմիր և դեղին, կանաչին էր, թարխում, մեծ կապով թարխում, ընտիրություն, սամիկ, համեր և պետրուշկան։ Այո, թարմություն եմ բերել։ Իսա ես է կցանեմ, ես էլ կունենամ, բայց մինչ այդ պետք է դեռևս խանութից բերեմ։ Այստեղ պետրուշկան է, այստեղ համելը, տոպրակից համել եմ, արդեն իսկ քրտնել եմ, եթե քրտնում է, ապա շատ շուտ է դեղնվում, սիրելի հետևորդներ ջան, ահա, թարմը ընտիր կանաչիներ եմ բերել, հիմա սամիկում, որպեսզի կոֆե եփեմ, թաց են անում, որ երկար դիմանա, բայց երկար չեմ կարող պահել, մենք էլ առնը բերում ենք մեր տուն և վայելում ենք այս թարմը կանաչիները շատ օգտակար են, սիրելի հետևորդներ ջան, ինչքան շատ օգտագործենք մեր առօրյա սննդի մեջ, այնքան ավելի առողջ կլինենք, ոխ, թարխումները ծվի հետ, բրդուճ, բայց ոչ հիմա։ Սա այս կողմ, հետո կմաքրեմ, լավաշը այս կողմ, Ես էլ փոքր բաժկով տար լավաշը, կտրատած է և պատրաստի, այո, այսպես, ճրճրոցները թողեցի և հիմա կոֆե եմ եփում, դուք էլ ձերը եփեք և միացեք ինձ, իմ կոֆեի այս ժամին, այսօր երկրորդ անգամ, քանի որ այսօր վլոգս պատրաստեցի, մի քիչ առաջ եմ ձեզ հասցրել, հենց որ եկա տուն աշխատանքից, առաջին հերթին, այդ իմ վլոգը ձեզ հասցրի, հետո նոր ուզեցի միանալ ձեզ, նորից ձեր հետ կոֆե խմել և իմ բարի գործերը կատարել, իմ տնտեսության մեջ սիրելի հետևորդներ ջան, շատ ցուրտ է, ցուրտ, քամի սառը, բայց ես շատ գործեր ունեմ, հիմա ասեմ, թե այդ որ կարևոր գործն է, այն անգամ որ գնացել էի, դեղորայքներ էի բերել, մոռացել էի, սիրելի հետևորդներ ջան, որը արդեն հասցրել է իմ ծառին կպնել, այդ կարմրու կոչվածը, տերևները այստեղ այնտեղ կարմրում են, հատկապես խնձորի ծառն է շուտ վարակվում, դրանով և պետք է այս դեղը բացեմ, 3 տեսակի դեղ է, մեկը սպրիչով են լցրել, ներարկիչով, ահա, քանի որ գրամաչափ է, այ, և շատ սուր հոտ է գալիս, քանի գրամ է տվել, 5 գրամ, մի խոսքով, մյուսը փոշի դեղա, մյուսը նույնպես փոշի դեղա, սիրելի հետևորդներ ջան, էլի կհարցնեիք դեղերի անունները, բայց սիրելի հետևորդներ ջան, անկեղծ ասեմ, այդ վաճառողը ինձ տեղեկացրեց, որ միևնույնն է, ես եթե այս տեղի անունները անգիր ես ձեզ ասեմ, ապա տարբեր տարածաշրջաններում, տարբեր խանութներում, տարբեր ֆիրմաների դեղեր են վաճառվում և ավելի լավ է դուք ձեր տարածաշրջանում մոտենաք համապատասխան խանութ, այգեգործական, դեղագործական խանութներ և այդտեղ հարցնեք, մինչև իմ կոֆեն կեփի, գիտեք, որ այստեղ երկար է եփում, ես գնամ մի հատ ձեռքերս լվամ ու նոր գամ։ Օճառով մի լավ լվացվեցի և հիմա ավելի հանգիստ կզգամ ինձ։ Ուրեմն այստեղ կարմիրլովին, որ աղցանի համար եփել եմ, աղ եմ ցանել և թողել այդպես ջրի մեջ։ Ընտիրություն է ուղղակի և չեմ թողել, որ շատ փլվի, սիրելի հետևորդներ ջան, որպեսզի իմ պատրաստած աղցանը շատ հաճելի լինի, բայց այս աղցանը թողնում եմ, որպեսզի գործերս անելուց հետո նոր, երբ որ կգամ տուն, գործերս ավարտած, նոր միայն կպատրաստեմ և ձեր հետ միասին սպասեմ կոֆես եփվի,
վայելեմ և անցնեմ իմ գործին, սիրելի հետևորդներ ջան, քանի որ այդ դեղագործական խանութը շատ հեռու է և ոտքով եմ մնացել եկել, մի քիչ հոգնել եմ, ուզում եմ մի փոքր նստել, հանգիստ առնել, հետո անցնել իմ գործերին, ձեզ էլ ինձ հետ մասնակից կդարձնեմ։ Բաժակսել է այստեղ, սխտորը նույնպես պետք է մանրացնեմ, և այս աղցանի մեջ սխտոր նույնպես պետք է։ Սպասեմ կոֆես եկվի։ Իմ կոֆեն եկվեց, անջատեմ և լցնեմ։ Մենակ չասեք, հա, դեղը խոհանոցում է բացում, սիրելի հետևորդներ ջան, ինչու եմ այդպես ասում, քանի որ մեր հայացքը շատ է սիրում քննադատել դիմացինին։ Ստեղ 8 լիտր ջուր եմ լցրել, հիմա դեղերն եմ ուզում բացել, 2 լիտրը թողել եմ, որ այդ դեղերը բացեմ, հետո բան կամ ողողեմ, որպեսզի դեղի ոչ մի փշրանք չկորցնեմ։ Առաջին հերթին այս ներարկիչի դեղն եմ ուզում լցնել, ուրեմն նենց են սարքել, ես չեմ դեղոտվում, ստեղ բացել են, վերևից բացել են, դեղը լցրել են, հետո ստեղ են բացել, որպեսզի փակեն։ Մի խոսքով ես դեղին չեմ կպչում, սիրելի հետևորդներ ջան, ուղղակի երբ որ ես գնացի լվացվեցի, իմ սովորության համաձայն դրսից տուն են գալիս և պարտադիր օճառով լվացվում են։ Հիմա էլի չեմ ուզում դեղոտվեմ և այստեղ նույնպես շատ մաքուր է, շատ լավ են աշխատում իրենք, բացեմ և դեղը այս լցնեմ այստեղ, ջրի մեջ։ Եվ շատ ամուր եմ փակել, փաստորեն երևի ասեղով են քաշել մեծ ուրիշ տարալից։ Հիմա այստեղ լցնեմ։ Այսինչ կարող է պետք ասեղն էլ հանեմ, աստված ջան։ Հետաքրքիր։ Ոյ, չեմ հասկանում, ես ինչ ամուր ձևով եմ փակել։ Այ քեզ գյուտ։ Ոտքովս չի անցնի, որ տոպրակի վրայից նոր ասեղը կհագցնեն։ Հիմա արդեն կդեղոտվեմ։ Այսպես, շատ սուր հոտ է գալիս, այդ աղբը կգցեմ և հիմա արդեն հանեմ իրա պատյանից։ Եթե իհարկե իմ մոտ ստացվի դա, այսպես, չլնող ոչ մի բան չկա, սիրելի հետևորդներ ջան, ահա։ Եվ հիմա մի հատ չափը նորից տեսնեմ, այո, 5 գրամ, չգիտեմ ինչա, բայց շատ սուր հոտով դեղ է և, ահա, չի գրում այսպես, մինչև չսեղմեմ։ Մի քիչ ջուր։ Հենց որ ջուրը լցրի, սպիտակ փրփուր առաջացավ, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա այս ամենը հավաքեմ այս տոպրակի մեջ, որպեսզի աղբը նետեմ։ Առայժմ այստեղ տոպրակը մաքուր է և արդեն հաջորդ դեղերը, որը փոշի է։ Ահա այսպես։ Իր բացելու տեղը։ Այս է։ Ուզում եմ ձեր հետ բացել, սիրելի հետևորդներ ջան, որ տեսնեք ինչ գործերի մեջ եմ այս ժամին ու թե որքան եմ նվիրված իմ բաղ ու բաղջի գործերին, ինչքան սիրով եմ կատարում, այդ սերն ու ջերմությունը ձեզ եմ փոխանցում, անկախ նայած թե ինչ գործ եք անում, ամեն բան սիրով կատարեք։ Այստեղ հեշտ լինելու համար տոպրակը եղունգով արդեն պոտ է։ Եղունգները պետք են գալիս, այսպես։ Եվ հիմա այսքան փոշի տեղներ, երկու փոշի տեղը միասին ստեղ
պետք է խառնեմ։ Արդեն բերանամուր փակում եմ, որպեսզի նետեմ։ Առայժմ այստեղ և ջուր լցնեմ։ Տեսնենք շուտ կխառնվի ջրին, թե ոչ։ Այսպես պտտում եմ, քամի է, սիրելի հետևորդներ ջան, մեծամասամբ այդ պատճառով եկա խոհանոցից ձեզ միացա, ճիշտ է, այս իմ գործը ես դրսում կարող էի անել, քամին ինձ չէր խանգարի, բայց կխանգարեր ձեր հետ հանգիստ զրուցել, քանի որ արդեն ասել եմ, գիտեք, որ քամին ձայնը ստանում է, գիտեմ նաև, որ հատուկ բարձրախոսներ կան, կպցնում են հագուստից և խոսում, բայց նման դեպքերում էլ մեր մեջ հասած մարդ թուքն էլ ուրա տալի, այդ ձայնը լսվում է և տհաճություն առաջանում, այդ մի բանը ինձ դուր չի եկել, դրա համար ինչ-որ չեմ տրամադրվել, որ բարձրախոս առնել և տհաճ ձևեր չստացվի այդ պահերին։ Ես մի քիչ ավելի նրբանկատ եմ, երևի դրանից է, սիրելի հետևորդներ ջան։ Այ պետք է փայտի ձողիկ բերեի, որը չեմ բերել, հիմա այսպես կպտտեմ, ինչքանը որ խառնվել ավալեցնեմ, բայց լավ չխառնվել, ավելի լավ չշտապեմ և մի քիչ պտտեմ։ Անցած անգամ, երբ որ համ լվիճի համար էի տեղ փչում, համ պտղակերի դեմ, համ նման տիպի կրծողների դեմ, որ ծաղիկը հենց ծաղկած վիճակում ձու են դնում և միրգը ճիճորվածնում են, այդ նման է այդ փոշի տեղին, բայց տարբեր է անունը, սիրելի հետևորդներ ջան, նա ես արդեն փայտե ձողով խառնում էի և ավելի արագ ստացվեց, հիմա երևի ավելի շտապեցի և այդ փայտի ձողը չեմ վերցրել։ Դրա համար պետք չէ շտապել։ Համբերությունը կյանք է ամեն մի բնագավառում, սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլի ջուր լցնեմ։ Տեսնում եք, որ կաթնագույն է և լցնում եմ։ Համարյա թե լուծվել է։ Այսպես, հրաշալի։ 10 լիտր ջուրը պետք է մռացնեմ, որը նախորդ արդեն ինձ էի մոտեցրել։ Մի քիչ դժվար, բայց լուծվեց այդ տեղորայքը։ Ստեղ բանկայից մի քիչ կպած կա այս մասը։ Վաղողեմ մի քիչ ավելի ուժեղ պտտելով և պոկվեց բանկայից։ Իր չափի ջուրն էլ լցնեմ, որ 10 լիտր լռանա, ամեն բան չափով, այդպես ավելի ճիշտ է։ Այս ամանները իմ գործանելուց հետո հեղուկով կլվամ, սիրելի հետևորդներ ջան, և հիմա արդեն գնամ ծառերը սրսկելու։ Չգիտեմ, քամի կթողնի ձեր հետ զրուցեմ այնտեղից, թե ոչ, բայց ես գնում եմ իմ ծառերին սրսկել կարմրուկի դեմ։ Կարմրուկը դա այն հիվանդությունն է, սիրելի հետևորդներ ջան, որ ծառի տերևները կարմրում են, հետո մի տեսակ հավաքվում են, կուչ են գալիս, կոշտ բան է առաջանում, տհաճ, եթե այդքան երկար մնում է, ավելի տհաճ տեսք ընդունում, անդուր, կոպիտ տեսք է ձեռք բերում տերևները և այդպիսով ամբողջ ծառը ոչնչանում է այդ կարմրուկ հիվանդությունից։ Էնպես որ, սիրելի հետևորդներ ջան, եթե այգի ունեք, գոնե մեկ ծառ ունեք ձեր բակում, կամ եք ձեր շենքի առաջ փոքր հողամաս ունեք և ուզում եք նաև ծառ ունենալ, եթե անգամ մեկ ծառ ունեք, ապա ուշադիր եղեք և գրամներով այդ տեղորայքը վաճառում են, վերցրեք և կարմրուկի դեմ նույնպես սրսկումներ կատարեք։ Ես արդեն գնամ, այստեղ 10 լիտր ջուր է, պիտի ծանր է, սա ակումուլյատորով է միանում, անջատած է և մինչև բաղջեն հասնելը արդեն հեշտ կլինեմ։ Գնացինք։ Խավիկներ ջան, գնացինք թորեն տան,
սիրելի հետևորդներ ջան, հավերից կպիժամն է, չեմ ուզում խախտել։ Շա, դուրս չգա։ Կանաչ խոտ ունել, կարանապատվածից կա։ Քանի որ ստեղ կանաչ խոտն ափռված են, վերևում պետքական, այս ոնց են փչում։ Մնացեք։ Դի տարածքը մաքուր այս կողքին։ Էդ որ ասի էդ ներքևիս էդ կեն պետք է հանեմ, էդ էլ չեմ հանել։ Դենանք հերքը և դրան կհասնի։ Ամեն բան հերթով, կարգով։ Որ բանը իմ ձեռից գալիս է, ես անում եմ։ Շնակ կերեք, հավիքներ ջան։ Ես է շենց ամանով։ Ջուրը ունեմ։ Հավերին էլ ապահովեցի։ Ու արդեն գնամ դեղը բերեմ, տանեմ սրսկելու։ Այս պահին քամի չկա, սիրելի հետևորդներ ջան, հասցնեմ այս տեղը շուտ սրսկեմ, քանի որ եթե քամի լինի, տեղը կփախցնի, դեղցենից չի վարակվել կարմրուկով, բայց խնձորի վրա նկատում եմ, միացնեմ, ու քանի քամի չկա, սկսեմ, գործս անել։ Բայց նաև քամինն այնց է, որ ուղղություն ունի, անգամ մի փոքր քամի, սիրելի հետևորդներ ջան, այս գործին խանգարում է, մի խոսքով քամու հետ պետքա կռիվ տամ, ասեմ, որ այս տեղը պետքա երեկոյան հովզով ժամերին սրսկենք ծառերի վրա, այդպես է կարգը, տեղը իր ֆունկցիան այդ ժամերին է կատարում, նորից փորձեմ քամու ուղղությունը վերցնել, այս կողմի վրա կանեմ, Սոխակներս երկը սկսել է, Ասես լավ է։ Առատորեն պետք անենց հանենք, այդ տերևներն էլ լավ թրջվեն, այս ծառի ճյուղերն էլ լավ թրջվեն, քանի որ ասենց կա, չէ, որ ասենք ստեղից նոր ճյուղ ուզում աճի, պետք է ստեղ էլ սրսկեմ, որ կարող անենց ստացվի, որ սա լավ ճյուղ դառնա ու պահեմ այդ ճյուղը։ Զանգի, չգաք։ Այս ձևով շարունակեմ սիրելի հետևորդներ ջան, պետք է պտտվեմ մյուս կողմ, Դեղցենին ապահովեցի, անփշմոշը կարմրուկով չի վարակվում, սիրելի հետևորդներ ջան, տեղը ամրացնեմ, քանի քամի չիմ, երկու բառով զրուցեմ ու ասեմ, թե որ ծառերն են կարմրուկով վարակվում հիվանդանում, խնձորենին, տանձենին, դեղցենին, սալորենին, հոնը չէ, կարալյոկը չէ, թուզը չէ, նուռը չէ, մի խոսքով, առաջվա միշացներս, դե ես գնամ արդեն, բաղ չեն, գնացինք,
Քամու հետ բարեխոսեցի, սիրելի հետևորդներ ջան, քամին իմ կողմից եղավ։ Այս ծառի վրա նկատում եմ կարմերուկը, տերևները կա, մեջը կա, արդեն վարակվել է, ու նաև այս տեղի մեջ կա կանխով, եթե վարակվել արդեն, դա կանխում է, և սկսեմ։ Ծաղիկները շատ երկար պահեց, որ ծաղիկները որ ուշ էր բացվել, նույնիսկ դեռ կա, որ չի բացվել։ Այս մի խնձորենին իր բնույթով շատ հետաքրքիր է, նաև շատ նուրբ է, այն մնացած ծառերս չեն վարակվում, եթե ասենք մի փոքր ուշացնում եմ, բայց անմիջապես արևանձրևից հետո կարմրուկով վարակվում է։ Այ օրինակ տանձենին, այն մյուս խնձորենին, վերևը դեղցենին, մյուս կողմը սալորները չեն վարակվել, բայց սրսկել եմ։ Մնացել է այս տարածքի, այս մեծ ծառ խնձորենին, սերգևիլը նույնպես ծաղիկները բացվում է, տանձենին ծաղկաթափ է եղել, այստեղ այն մի փոքր թփային խնձորենին, դրանք չեն վարակվել։ Ամենանուրբը սա է։ Ծառերի մեջ նույնպես լինում է, որ դիմացկուն և չդիմացկուն են լինում, և սկսեմ գործս։ Հավերից պատ չեմ թողնելու, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ասա թունավոր դեղ չէ, տեսնում եք, որ ձեռնոց եմ դրել, ոչ դիմակ եմ դրել, բայց վերջացնելուց հետո պետք է լավ օջառով լվացվեմ և նոր անցնեմ իմ մյուս գործերին։ Հիմա պտտվեմ ներքևի մասից սրսկեմ դեղը, ճիշտ է, որ գնամ այնտեղից կերևամ, բայց ուզում եմ կադրից դուրս անել այդ ամենը, սիրելի հետևորդներ ջան, որ գնամ տուն արդեն այն համով աղցանը պատրաստելու ընթացքով ձեզ միանամ։ Ճանտիկներ, խոտի ժամն է եկել։ Սիրելի հետևորդներ ջան, տեղը սրսկել եմ վերջացրել, հետո հավերից մար խոտ եմ հնձել այսքան։ Ասել եմ, որ միշտ երեկոյան ժամերին եմ իրանց դուրս հանում քուջուջի, համել արդեն էլ չեմ էլ ուզում հանեմ։ Խոտը բոլակը հնձեմ, առաջները գլեցնեմ, կարտոշկեն թարխել եմ, գնում են այդ մասերում քուջուջ են անում, հլավոր այդ որոշմանն եմ, քշա, դուս չգաք, թորենը նոր եք կերել, այ ապրեն իմ չարտիկները, գնա, քշա, այս իմ ծանր էր, այս կապույտ ծաղիկը մեծ լավ ուտում են, տերելից հետ ուտում են, բայց որ մեծ բաղչումը կա, հենց բանի տեղ չեն գնում, այս քնձմնձուկ է, մամա պապայա, փափուկ խոտերա, ծորենից հետո ես կուտեն, հետո ինձանից կող կելեն, բայց այսօր ձու չկար, նայել են ձու չկար, այսեց, յանք կհանգստանան էլի կածել, այ տակ մնացի, դուս արի, այդ կապուկ ծարիկն է, մեծամասամբ, հապուկ խոտեր, եկա, ասիս ջան, այ սիրելի հետևորդներ ջան, եկա գալիս եմ, հիշում եք, որ ասի, ինձանից շունն ուզում են, մի հատ շունն ուզում են, չախալիկին ուզում են, մի եկել են էլի, իմ մոտիկ մարդիկ են, սիրելի հետևորդներ ջան, իրանց եմ տալու, վերջնական որոշման եկա, որ իրանց եմ տալու, մի եկել են ինձ են սպասում, քանի որ իրանք ջնջիլ չունեն, ես ունեմ, ջնջիլն էլ հետը կտամ իրանց, գիտեմ, որ լավ են պահելու, դե այդ գործով եմ զբաղվում, ներքևը ճամփում ինձ են սպասում, արի չախալիկ, գնամ ջնջիլը բերեմ։ Դե չախալիկին հաջող ասենք, սիրելի հետևորդներ ջան, ներքևն ինձ են սպասում։ Գնացինք չախալիկ, շատ վստահ եմ, որ լավ եմ պահելու, դրա համար էլ տալիս եմ։ Գնացինք։
Արի չախալիկ, կապից էլ չնեղվեց։ Գնացինք, արի, արի սրտիկ, արի։ Արի կապին սովոր չի, բայց կսովորի։ Արի չախալիկ։ Արի։ Աղջիկները քեզ էին սպասում, արի։ Ես անցկենամ, տեսը տամ։ Շատ եք սիրում Շունիկին։ Ես այչացնեմ, դու ես տանելու։ Դե լավ կպահեք։ Հեսա տան։ Շունիկ էլի ձեր համար։ Գնա, չողալիկ ջան։ Սիրում եմ։ Ոնչիկ ես անում ինք։ Այս այս նվիրված տանում են սիրելի հետևորդներ ջան, իրանք լավ կպահեն։ Պակա։ Ինչ եք ուզում, ձեզ դուս գալը չկա։ Ցորենը կերել եք, խոտը կերել եք, ջուրը ունեք։ Ձու էլ չեք ածել, սիրելի հետևորդներ ջան։ Եվ այսպիսով իմ չախալիկին նվիրեցի իմ սիրելի հարևաններին։ Անընդհատ իմ տան մոտով են անցնում, իմ կողքի հարևաններն են, նաև իրանց պապաներ շուտ ասել, որ լավ շուն ա ուզում չի գտնում, կարող եմ իշունը տամ ու հենց մտքիս մոտ մեկ ամիսա տատանումների մեջ եմ ու այսօր երեխեքը ամեն անցկենալով ձայն են տալի, խնդրում են, որ իրանց տամ։ Վերջապես համոզվեցի, որ հուսալի ձեռքերում են, տեսակ թե ինչքան սիրով տարան, ինչքան շնորհակալություն ինձ ասեցին, երեխեն եկավ ինձ գրկեց, պաչեց, իրանց մաման շատ հարգալից, տեսակ որ գրկած տարավ, մենակ մի պահ, որ պետքա այդ, թե գիտեք, որ տեղ դեռ բաց է, այդ չափարի մասը դեռ չեմ սարքել, տեղ որ իջացրի, մի պահ այդտեղ իմ չախալիկը սկսեց լացուկոցը դնել, բայց այդ պահին դուրս եկա ես կադրից, որպեսզի այդ ձայներով դուք էլ չնեղվեք էլի, բայց շատ կարճ տևեց, անկեղծ եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, չեք պատկերացնի, թե ինչքան րոպեների ընթացքում իմ գրկից այդ կնոջ գիրկը գնաց, իմ չախալիկը, որի համար շատ ուրախ եմ, որ իմ պահած, պաշտած կենթանին հուսալի ձեռքերում է եւ լավ ընտանիքում է եւ ապահով կլինի։ Նաեւ նշեց, որ շատ ուտելիք է թափում, դե տեսակ որ փոքր երեխաներ ունի, հավ չի պահում, ոչ մի անասուն չի պահում ու այդ ուտելիքն էլ թափվում գնում կորչում ասենք, իրանք էլ կենթանասեր են ու արդեն սիրով կպահեն այդքան էլ ուտելիքը չի թափի, ամեն դեպքում հատկապես ով շատ երեխաներ ունի փոքր, երբեմն ճաշնեփում են, չեն ուտում երեխաները, թափվում է այդ ուտելիքը, դա էլ կուտի, թե շանկ էլ կտան, թե չէ, այդ արդեն կարևոր չի, այդ շրջանից դուրս է եկել ու եթե փլավներ ուտի, ճաշեր ուտի, հաց ուտի, նաև ոսկոր ամեն ինչ էլ կուտի արդեն իրանք լավ ընտանիք են, լավ օջախ են ու լավ կպահեն իմ չախալիկին։ Մենք էլ որ կկարոտենք, ես կգնամ ու դուք էլ ձեր կարոտը կհանեք մեր չախալիկից, կհամոզվենք, որ մեր չախալիկը հուսալի ձեռքերում է այսպիսով։ Մեկ է դրանից հետո սպասեցի, ասեցի, տեսնեմ մի քիչ որ գնան, արդյոք էլի լացուկոցը կդնի իմ չախալիկը, բայց ոչ մի ձեն էլ չեկավ, դե ու գրկես սիրելով տանես, որ լացուկոցը դնի, շունը նաև զգում է, թե ով է իրան տանում, ես նույնպես շատ կենթանասեր եմ, շատ-շատերդ գիտեք, եւ իրոք ես էլ սրտով տվեցի, ավելի լավը կլինի, քանի որ իմ ես զանգին, դե իրանց միասին զանգի զրանգ եմ ասում, կարող հիմա էլ ասեմ զանգի զրանգ, զանգ ասեմ իմ ես շանս, ու արդեն այդ անունը ոնց որ պահեմ էլի, մի քիչ հետո հետ եկավ, այն տղա երեխեն հետ եկավ, թե բանը շտոտա, անունը ինչ ասենք, դե գիտեն, որ ես իրանց զանգի եմ ասում, ասեք չախալիկ ասեք, քանի որ ես իրան երբեմն չախալիկ եմ ասում, կանչում եմ մոտս ա գալի, այդ անունի սովոր է, ու կասենք չախալիկ, եւ ահա,
Կողքից հարևաններն են, լսում եք, որ ոչ մի լացի ձայն չի գալիս, համոզված եմ այս պահին իրանց տաննա սենյակ են տարել, ոչ թե դրսում, ուղղակի կապը նրա համար է, որ մի ընթաց կապած պահեն ու չգա իմ դուռը, իրանց սովորի, հենց որ իրանց սովորի արդեն էլ չի փախչի իրանց մոտից, սիրելի հետևորդներ ջան, ինձ լավ զգացի, ինչ որտեղ լավ գործ արեցի, քանի որ մարդիկ կան, որ չեն կարողանում լավ շունչ արել, էդ էլ է շատ մեծ կարևոր, ճիշտ է, ես շատ ամակ եմ արել իրանց վրա, դեռ աչքերները համարյա չէր բացվել, որ ես պահել եմ, կաթը տվել եմ, տենց ներարկիչով եմ կաթ տվել, շատ եմ չարչարվել, բայց այս ամիսների ընթացքում հասցրել է ես աստիճանի, ու իրանք շատ հավատարիմ շներ են, ես էլ լավություն արեցի ու սրտով արեցի, թող որ իրանց հալալ լինի, մի խոսքով սիրելի հետևորդներ ջան, արդեն շուտով կմտնի իմ դրսի գործերը, եթե գնամ էլ ինչ-որ մի գործ անեմ, մի գործ կգտնեմ, կանեմ, մի բանի վրա կդնեմ, ոնց ասած, մեծ ավարի, մի տեսակ ուտելու ախորժակ սեյ փախավ, տրամադրված էի, որ տեղը կփչեմ, հավերին խոտ կտամ, հետո կգնամ, ես էլ այն կարմիլով ու աղցանը կպատրաստեմ, մի տեսակ հավեսս փախավ, հոգու խորքում մի քիչ ազդված եմ, անկեղծ, բայց թե կենթանի է։ Այդպես սիրելի հետևորդներ ջան, և որոշ ժամանակից հետո մի քիչ իմ սիրտն ու հոգիներ կխաղաղվի, ամեն դեպքում գիտեք, որ էմոցիոնալ եմ, նաև մի քիչ այդ էմոցիաներից դուրս կգամ ու արդեն իմ ուտելիքն էլ կպատրաստեմ, ցույց կտամ, թե ինչ տեսք ունի և այդպես սիրելի հետևորդներ ջան, ուզեցի, որ դուք էլ իմանաք, որ հետո հանկարծ կադրում տեսնեք, որ չախալիկը չկա, մտածեք, որ լավ չեմ պահել, կամ սատկել է, կամ էս, կամ են, քանի որ մինչ այս, որ շներ եմ պահել, ամեքի հետ ինչ-որ մի բան պատահել է, մի խոսքով, մեկը հիվանդացավ, մեկը էքեր, ձագեր էր բերում, տեսա, որ էդ իմ բան չի, ձագերը չէր պահում, ձագերը սատկում էին, դրա պահով շատ էին եղվում, վրաս ազդում էր, դա խոսքը լեդիի մասին է, վաղ լեդիին էլ կարոտեցի, էդ էլ եմ տվել ուրիշի, լավ ձեռքերում է, սիրելի հետևորդներ ջան, բայց տղա թուլիկ չբերեց, որ ինձ մի հատ Իրանից թուլիկ նվիրեն, դրանից հետո արդեն բելկան եկա, բելկան տաթևի բելկանա, արդեն պարզա, եթե տաթևի բելկանա, պարզա, ու հիմա արդեն տե աստված, որ իմ զանգիզրանգը, իրան զանգիզրանգ եմ ասելու, մի խոսքով, ինչ էլ ասեմ, կասեմ, ես իմ շունը, շատ ժամանակ քուտ եմ ասում, թուլիկ եմ ասում, ինչ էլ ուզում եմ, ասում եմ, մեր ապրանքն է, իմն է, և հիմա ավելի լավ կլինեն, շատ էր նեղացնում չախալիկին, մեղքս գալիս էր, նորից եմ ասում, սիրելի հետևորդներ ջան, և ուզեցի, որ այս պահով դուք նույնպես իմանաք, կիսվեմ ձեր հետ և բոլորով միասին հանգիստ լինենք։ Այդպես, կանաչի մեծ մասը կերել են, սիրելի հետևորդներ ջան, դե գնամ ես էլ հագուստս փոխեմ, քանի որ ես էլ եմ գրկել, ճիշտ ամաքուր այն շունը, գրկել եմ, սիրել եմ, դրանից առաջ տեղ եմ քչել, գործեր եմ արել, հագուստս կփոխեմ ու նոր միայն իմ համար ուտելիք կպատրաստեմ։ Մոտ 1 ժամ անցել է, սիրելի հետևորդներ ջան, եւ իմ չախալիկի լացի ձայները չի գալի, քանի որ իրենք իմ մոտ հարևաններն են, մեր բաղչեն ու իրանց բաղչեն իրար մոտ է, կպածա, այնպես որ արդեն հանգիստ եմ։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, իմ էմոցիաները, իմ հուզմունքը դեռևս չի հանդարտվել, բայց ես արդեն նախապատրաստվում եմ կարմիր լոբով աղցանին, ամեն բան պատրաստել եմ եւ այստեղ ինձ եմ մոտեցրել։ Ասեմ, որ այդ խուզիչ պահերը բառերով ուղղակի չեմ կարող արտահայտել։ Դրանք այնպիսի պահեր են, որ բառերով չենք կարողանում երբեմն արտահայտել։ Կարևորը այն է, որ ապահով ընտանիքում է, ապահով ձեռքերում է։ Երեխաները շատ կսիրեն, իհարկե նաև երեխաների ծնողները սիրով կպահեն մեր չախալիկին։
իմ հարևանուհին է տարել, արդեն ասել եմ եւ էլի եմ ասում անդադար, որպեսզի բոլորս էլ իմանանք, որ հենց որ կարող ենք, իսկապես կարող ենք գնալ ու տեսնել մեր չախալիկին։ Իսկ հիմա հույզերը մի կողմ եմ դնում եւ պատրաստում եմ կարմիր լոբով աղցանը, որը դեռևս երեկվանից եմ նախապատրաստվել, թրջել էի, եռացրել էի։ Վլոգ եմ պատրաստել այսօր եւ երկրորդ վլոգս է, որ պատրաստում եմ իմ եւ ձեր համար, սիրելի հետևորդներ ջան, երբեմն այդպես ստացվում է եւ կարողանում եմ մեկ օրվա մեջ երկու անգամ ձեզ միանալ, սակայն ձեզ եմ հասցնում հաջորդ օրին։ Դուք այս վլոգը կտեսնեք արդեն հաջորդ օրը։ Եղանակը մի քիչ փոփոխվում է, կարծում եմ վաղը անձրևային եղանակ կունենանք մեր մոտ։ Հիմա հնարավորինս ուզում եմ չափերը ցույց տալ, արդեն եփած պատրաստ կարմիր լոբին ջրքամել եմ։ Իհարկե նախասիրության հարց է, կարող եք, եթե ընտանիքում շատ եք, կարող եք մեծ ընտանիքի համար մեծ չափաբաժին, փոքր ընտանիքի համար փոքր չափաբաժին։ Այստեղ ընկույզ, որին մենք կակալ ենք ասում, ավելի հեշտ է հնչում մի տեսակ, այստեղ նուշը եւ հնդկընկույզ, նոր տարվանուց, լվացած մաքուր սառնանում եմ պահում, մի քիչ սրանից, այստեղ կանաչիները լվացել եմ, հերթականությունով շարել եմ, գունավոր պղպեղները եւ արդեն այստեղ սխտորը, որ մաքրել էի հավերի համար, 1-2 հատիկ կվերցնեմ, Սա շատ պետք չէ։ Երկու հատը այս չափաբաժնին հերիք է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն սանորից այստեղ որոշեցի այս ամանի մեջ պատրաստել, բայց այստեղ ինձ թվաց փոքր կլինի, քանի որ սիրում եմ նման դեպքերում ավելի հանգիստ աշխատել։ Մի փոքր ջուր կար, դա չի խանգարի։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, այսպես որ նկատեցիք, որ կտկտալեն լցրեցի, ասեմ, որ չենք թողնում, որ շատ փափկի, բայց չենք էլ թողնում, որ հում մնա։ Սա լավ վիճակում արդեն։ Առաջին հերթին ուզում եմ կակալը բլենդել եւ սխտորը միասին կլցնեմ, որ հետո չդժվարանա։ Նախ եւ առաջ դանակն եմ ստուգում, եւ ահա, լցնում եմ։ Մոտ 200 գրամ եւ սխտորի 2 ատամիկ։ Բլենդում եմ։ Նախքան սկսելը շատ իրենք լինում սիրելի հետևորդներ ջան, որպեսզի ամուր փակենք։ Այսպես, եւ սկսեմ։ Սիրելի հետևորդներ ջան, անմիջապես լցնում եմ կարմիր լոբու վրա։ Ընտիրություն, տեսեք ինչքան կոկի կա։ Համաչափ։ Շատ համաչափ է մանրացնում, սիրելի հետևորդներ ջան, ահա ուզում եմ մոտեցնել։ Եվ արդեն լցնեմ։ Ընտիր։ Բոլորը լցնում եմ։ Կարմիր լոբուն աղ եմ արել, եփելու վերջում աղ եմ ցանել եւ հիմա շատ թեթևակի, որպեսզի կանաչին եւ գունավոր պղպեղները նույնպես համով լինեն։ Ճիշտ է, պղպեղները քաղցրեն, բայց այստեղ մեզ պետք է որ նաեւ համը տեղը լինի։ Աղը երկրի համն է, սիրելի հետևորդներ ջան։ Հետո այսպես թափահարեմ, միախառնվի։ Հենց այսպես շատ սիրունա եւ ախորժելի։
Իսկ ինչու կանաչ պղպեղ չեմ վերցրել, քանի որ կանաչին կլրացնի։ Սրանից չուզեցի լցնել, սիրելի հետևորդներ ջան, բերել էի, որ լցնեմ, բայց չլցրի։ Քանի որ արդեն իր բաղադրատոմսը հենց ընկույզով է, ուտեցրել էի, որ ուղղակի հուշեմ, որ կարող եք նաև ըստ նախասիրության նաև նուշաղար լցնել։ Պղպեղները բոլորը մանրացնելու եմ և այստեղ կանաչիներից գլխավոր կանաչին սամիթն է, սամիթը մի քիչ շատ, սիրելի հետևորդներ ջան, ահա, մանրացնեմ, այս կոշտ մասերը պիտի հեռացնեմ անպայման, այս սպիտակ մասերը չենք լցնելու, որպեսզի մեր աղցանը ավելի նուրբ տեսք ունենա։ Նույնպես նախասիրության հարց է, եթե կուզեք պատրաստել, եթե ձեզ դուր կգա, մարդկան սամիթ չի սիրում, կարող եք փոխարինել համեմով, պետրուշկայով։ Ես այստեղ միայն սամիթ եմ լցնելու։ Վերցնում եմ բանակը և սկսում իմ գործը։ Իսկ այդ բոչիկները ճաշի մեջ կօգտագործեմ, դեն չեմ նետում։ Խնամքով այստեղ տեղավորում եմ կենտրոնում և մանրացնում սկզբից կենտրոնից, որպեսզի ավելի արագ ու հեշտ լինի։ Եվ հնարավորինս մանր կտրում։ Իհարկե ես չեմ կարող խոհարարների նման այդպես վառ ժարագարակ մանրացնել, բայց ես էլ իմ ձևով, ամենքս մեր ձևով։ Եվ հիմա դանակով վերցնեմ ու լցնեմ այստեղ։ Տեսք ավելի է գրավիչ դառնում, հենց որ կանաչին լցնում ենք։ Անկախ նրանից, թե ինչ ենք պատրաստում, կանաչին զարդ է համարվում։ Էլի պտտեմ, որպեսզի կանաչու համը փոխանցվի։ Եվ արդեն սկսեմ պղպեղները մանրացնել։ Քանի որ այս գործը մի քիչ կերկարի, սիրելի հետևորդներ ջան, ես արագ մանրացնեմ և պատրաստ վիճակում ցույց կտամ արդեն։ Իմ շատ սիրելի հետևորդներ ջան, մի կեսը մանրացրել եմ, ձեզ եմ միացրել, որպեսզի մի փոքր հուշում անեմ, հա, թե ինչպես ավելի գեղեցիկ կտրել, ահա, կեսը էլի եմ կիսում, երկու եզրերը կտրում հեռացնում, որպեսզի աղցանի մեջ շատ սիրուն լինի, այս սպիտակ մասերը զգուշորեն հեռացնում ենք, բայց դեն չենք նետում, մյուսը, նրանք նույնպես այս ձևով են վարվել և այսպես սպիտակ մասը հեռացնում ենք։ Մյուս կողմ, նույն ձևով կարմիրը, այսպես, բանակը թեքը պահելով, և նորից շարունակեմ մանրացնել։ Խնդրեմ, ահա այս տեսքն է ստացել և հիմա մեկ պտղում ծաղ եմ ցանում։ Չենք մոռանում բուսայուղի մասին և աչքաչափով այսպես տարածում ենք։ Ցանկության դեպքում կարող եք նաև խնձորի քացախ ավելացնել։ Մնում է միախառնեմ և պատրաստեմ։ Բույրը խենթացնող է, քանի որ սխտորը բույրը տարածելու հատկություն ունի, սիրելի հետևորդներ ջան, և այս բոլորի համը միավերցրած արդեն հրաշալի բուրում է։ Այնքան սիրուն է, որ կարող եք տոնորերի նույնպես պատրաստել և ձեր սեղանները զարդարել։
Այսպես օգտակար, գեղեցիկ եւ այդ ամենը միասին առողջարար։ Կարող եք նաեւ շուտ օգտվել, ճաշակել, կարող եք թողնել սառնանում, համերը մի լավ խառնվեն, ապա նոր միայն ճաշակել։ Ես միշտ սիրում եմ, որ աղցանները թողնում եմ, համերը իրար են խառնվում, ահա, եւ լսում եմ այստեղ, որպեսզի սառնանում թողնում եմ մոտ կես ժամ։ Ահա, այսպես, տեսեք ինչքան սիրուն է։ Ոչ մայոնեզ եմ խառնելու, ոչ էլ թթվասեր, սիրելի հետևորդներ ջան, այս աղցանի տարբերակը այս ձևն է, առանց մայոնեզի եւ առանց թթվասերի։ Չնայած ճաշակին ընկեր չկա, կարող եք ավելացնել, բայց միայն ձեր ափսեի մեջ։ Ընտիրություն։ Ենթադրենք արդեն աղցանի ափսեի մեջ է եւ տեսեք ինչքան սիրուն է։ Դե ինձ սիրելի հետևորդներ ջան, վլոգս ավարտեմ, բոլորիս մաղթելով ամենալավն ու բարին։ Պակա, պակա, պակա։